Իսրայելական բանակի զինվորները խուճապահար վազում են այն տան մոտ, որն ավերվել է իրանական կասետային ռումբի բեկորներից։ Իսրայելի կենտրոնական Ռեհովոտ քաղաքում է եղել հարվածը ուրբաթ երեկոյան։ Ըստ Ցահալի իրանական հրթիռը խոցվել է երկնքում, դրա բեկորները ընկել են քաղաքի վրա։ Մենք ուժեղ պայթյուն լսեցինք, կինս մի պահ քարացավ, նա ասաց, լսիր, այստեղ է հասել։ Ըստ իսրայելական լրատվամիջոցների ուրբաթ 8 անգամ Իրանից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Times of Israel-ի տեղեկություններով պատերազմի սկզբից ի վեր 4099 մարդ է հոսպիտալացվել Իսրայելում։ Ցահալի խոսնակը այսօր թվարկել է իրանցի այն բարձրաստիճան գործիչներին, որոնք այս շաբաթ զոհվել են իսրայելական բանակի հարվածներից։ Այս շաբաթ մենք Իրանի ահաբեկչական ռեժիմի 6 բարձրաստիճան գործիչների ենք վերացրել։ Այսօր մեր հետախուզական աշխատանքի արդյունքում հայտնաբերվել եւ ոչնչացվել է Մեհդի Ռաստամի Շամասթանը։ Նա կարևոր դեր ուներ աշխարհում իսրայելցիների դեմ ահաբեկչական գործողություններ կազմակերպելու գործում։ Դեֆրինը նաև Ցահալի ռազմական ծախսերն է բացահայտել։ Ավելի քան 9 միլիարդ դոլար է Իսրայելը ծախսել պատերազմի 22 օրերին։ Ըստ Դեֆրինի երկրի կառավարությունը եւս 3 միլիարդ դոլար է պատրաստվում հատկացնել Ցահալին։ Իրանական կողմը այս կադրերն է ցուցադրել, հայտարարելով հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի հարվածների 68-րդ ալիքի մասին։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ Խորամշահր 4 եւ Քադր հրթիռներով 25 թիրախ է խոցել Իսրայելի Հայֆա եւ Թել Ավիվ քաղաքներում։ Իրանցիները հրթիռներին ձեռագիր հաղորդագրություններ են գրում։ Դրանցից մեկում իրանցիները մեջբերել են զոհված գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի խոսքերը։ Նույնիսկ աշխարհի ամենահզոր բանակը կարող է ստանալ այնպիսի ուժգին հարված, որից այլևս չի կարողանա վերականգնվել։ Բայց Թրամփը բավական հանգիստ է։ Նա կարծում է, թե պարզ ռազմական մանևր է Հորմուզի նեղուցը բացելու օպերացիան եւ ՆԱՏՕ-ին է մեղադրում այդ հարցում իրեն չօգնելու համար։ Կարծում եմ ՆԱՏՕ-ն հետընթաց է ապրել։ Նրանք ոչինչ չեն արել, այսինքն նրանք պետք է օգնեին նեղուցի հարցում, որովհետև իրենց վառելիքի մեծ մասը ստանում են Հորմուզի նեղուցից։ Հորմուզում սպասվող ռազմական օպերացիային պատրաստ են իրանցիները, վստահեցրել է Խաթամ Ալ-Անբիա կենտրոնական շտաբի մամուլի քարտուղարը։ Նա իրանական ռազմածովային ուժերի անունից ծովամարտի անակնկալներ է խոստացել Թրամփին ու Իրանի թշնամիներին։ Ալբերտ Սերոբյան, Էլեն Յահինյան, Հայլուր։